Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Եթերը նորից քարտեզ իրապայելով կանեմ, քարտեզ, որը Հայաստանի իրական սահմաններն է, ազգերի լիգայով որոշված։ Տարածք, որտեղ այս պահին մեծ քանակությամբ մուսուլմաններ են բնակվում, որը գտնվում է առայժմս Թուրքիայի տարածքում, որը մեր պատմական հողերն են, մեր արևմտյան Հայաստանն է։ Գիտեք, մոտենում է այն օրը, որ այս սահմաններով Հայաստանը վերականգնվելու է։ Ինչքան էլ որ դա հիմա անհավանական թվա, բայց Աստված ինքն է իր զորավոր ձեռքով դա անում։ Գիտեք, ես կար ժամանակ, երբ որ խոսում էի Մեծ Հայեկի քարտեզի մասին, որը Մինին Արարատն ու Ասքանազն է, որի մասին անդադար խոսում եմ, ու ընդհանրապես ուշադրություն չէի դարձնում Վիլսոնի քարտեզի վրա, այս սահմաններով Հայաստանի վրա, ու մի անգամ Աստված ինձ երազիս մեջ ասեց, որ ինքը հենց այս քարտեզով, այս սահմաններով Հայաստանի կողմնակիցն է ու այս Հայաստանը հարություն է առնելու, որն էլ և պատճառ դառավ, որ ես սրա մասին սկսեմ խոսել ու ասել, որ սա Աստծու կամքն է, ու նաև աղոթքով օրհնեցի այն բոլոր մարդկանց, ովքեր որ մասնակցություն ունեն ու իրավական տեսանկյունից, քաղաքական, օրինական ճանապարհով փորձում են այս սահմաններով Հայաստանի իրավասությունը հաստատելով դատարաններում, որոշակի միջազգային հարթակներում, որպեսզի այն ինչ որ պատկանում է մեզ, իրականում վերադառնա մեզ ու դառնա մեր օրհնությունը։ Դրանից հետո շատ հետաքրքիր էր, որ հայտնվեց մի մարգարե, որին ես չէի ճանաչում, բայց ինքը, այսինքն առիթ ունեցել էինք արդեն մինչև այդ շփվելու, ու ինքը Թուրքիայի հետ կապված որոշակի բաներ պատմել էր, ու դա էր պատճառը, որ մենք ծանոթացանք։ Հետո ինքը ասեց, որ Վիլսոնյան Հայաստանի հետ կապված այս տեսիլքը, քարտեզը իր սրտում նույնպես կա, ու Աստված իրան ասել է, որ ինքը վերցնի այս քարտեզը, որտեղ գրված է Սևրի պայմանագիր, ինքը Սևր բառը Աստված իրան ասել էր փոխիր վերին պայմանագրի, ու ինքը ասեց, քանի որ դա քո սրտում կա նույնպես, մենք միաբան այդ տեսիլքի շուրջ, այս սահմաններով Հայաստանի շուրջ սկսեցինք աղոթել, որպեսզի Աստծու կամքը կատարվի։ Ու ես տեսա հստակ, որ Աստծու շարժը այս ուղղությամբ կա, Աստված ինքը հետաքրքրված է, ու Աստված բարձրացնում է մարդիկ, որոնք իրավական տեսանկյունից առաջ են բերում այս հարցը ու դարձնում են օրինական պահանջ ու վերջին հաշվով ունենալու են հաղթանակ։ Ես ուզում ասեմ, որ այս սահմաններով Հայաստանի վերականգնումը, վերածնունդը ժամանակի հարց է։ Մի բան, որ Աստված սկսում է, ինքը անպայման ավարտին է հասցնում։ Ուղղակի ամեն մեկը իր մասնիկն է անում այս գործի մեջ։ Եթե կոնկրետ ինձ ասում է, որ ես այս ուղղությամբ աղոթեմ, հավատամ, խոսեմ, ես դա եմ անում։ Մեկ ուրիշին, եթե Աստված ուղարկում է Թուրքիայի տարածք, ունդեղ իրան ասում է ինքը մարգարեական ակտեր իրականացնի, քանդելով սատանայի բոլոր արգելքները, որ դրել է մեր սահմանների վրա, ինքը դա է անում։ Մեկ ուրիշին իրավական ճանապարհով տալիս է գործելու հնարավորություն, որ օրինական պահանջներ ներկայացնելով դատարաններում, միջազգային այցյաններում, օրինական մեր փաստաթղթերը ներկայացնելով, որը կնքված է Վիլսոնի կնիքով, ազգերի լիգայի կողմից հաստատված է, այդ ճանապարհով է բերում իրական Հայաստանի, օրինական Հայաստանի սահմանների վերջնական Հայաստանի վերադարձը։ Այսինքն ամեն մեկը անում է իր մասը, ու սա թմային աշխատանք է, ու փառք Աստծո սրա համար, որ Աստված անում է ու կանի։ Մի բանը, որ Աստծուց է, դրա դեմ ոչ մեկ չի կարող կանգնի։ Շատերը կփորձեն, բայց բոլորը խայտառակ ձևով պարտություն կրած դուրս կշպրտվեն ասպարեզից, ու Աստված իր զորավոր ձեռքով կիրականացնի իր ծրագրերը։ Բայց ես հիմա
նորից ուզում եմ վերադառնամ այն կարևոր մտքին, որ այս տարածքը 20 միլիոնից ավել մուսուլմանով լցված է, ու այս սահմաններով Հայաստանը երբ որ վերադառնա, իրականում ինքը լուրջ վտանգ ունի իր մեջ, բայց փաստը նա է, որ այս սահմաններով Հայաստանը պետք է վերադառնա, սա Աստծո կամքն է, ու ստեղ շատ կարևոր է, որ իրականում մենք չդանդաղենք ու այս ամբողջ տարածքի վրա քարոզենք Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանը, որպեսզի այս տարածքում ապրող մարդիկ ճանաչեն Հիսուսին ու ոչ թե ձգտում ունենան իսլամի գաղափարները տարածեն թուրանական ծրագիրը իրականացնելով, այլ ճիշտ հակառակը, միաբանվեն Հիսուս Քրիստոսի հետ, Հիսուսի արքայությունը տարածելու համար։ Գիտեք, ու սա շատ կարևոր մի բան է, ու ես համարում եմ նաև հարցի լուծումը այն վտանգների առաջ, որ այսօր Հայաստանը կանգնած է։ Ես եղել է, որ պատմել եմ, որ դեռ պատերազմից առաջ, 20 թվականից առաջ, Աստված ինձ երազով էր տալի, որ կա ռուս-թուրքական գաղտնի ծրագիր Հայաստանի դեմ ուղղված, Հայաստանի տարածքների դեմ ուղղված։ Մեկ այլ երազում ես պատմել եմ, որ ես տեսնում էի ոնց է Թուրքիան ինքը թունել փորում Հայաստանի տակով, որ հասնի Ռուսաստան։ Նույն ձևով Ռուսաստանի կողմից ռուսներն էին թունել փորում Հայաստանի տակով, որ գնան Թուրքիա։ Ամեն մեկը իր կողմից փորելով գնում էր, որ իրանք հատվեին մի հատվածում ու տեղի ունենար իրենց միաբանությունը։ Բայց այն պահին, երբ որ իրանք գտնվում էին Հայաստանի տարածքում, մոտավորապես այս հատվածն էր, այս սահմանի մոտերն էր, իրենք շեղվեցին իրանց ուղությունից ու ուղիղ փորելու փոխարեն սկսեցին վերև փորել։ Եվ թուրքերը, եւ ռուսները սկսեցին վերև փորել, ու ստացվեց, որ իրանք դուրս եկան Հայաստանի տարածքի մեջ ու բացահայտեցին իրանց միաբանությունը չհաջողվեց, որովհետև շեղվել էին իրանց ուղուց, ու Հայաստանի ընդերքում որոշված իրանց ծրագրերը, որ գաղտնի էր պահված, բոլորը բացահայտվեցին ու ջրի երես դուրս եկան, ու իրանց ծրագրերը դրանով խափանվեցին, քանի որ միաբանությունը տեղի չունեցավ։ Ու սա հենց այս թուրանական ծրագիրն է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ փորձում են իրականացնել մեծ թուռան ստեղծելով, բայց Հայաստանը հանդիսանում է այն արգելքը իրանց այդ ծրագրին։ Ցավոք սրտի, մեր այսօրվա իշխանությունները ավելի հակված են, որպեսզի Հայաստանը դառնա մասնակիցը թուրանի ու ոտի տակ չընկնի, ինչը Փաշինյանը մի քանի անգամ խոսել է այս մասին, որ մենք ավելի լավ է առիթը բաց չթողենք, օգտվենք ստեղծված հնարավորությունից, քան թե անդադ ոտի տակ ենք ընկնում ու ոնց որ ասած տուժվում ենք։ Այսինքն սա կոչ է Հայաստանին դառնալու թուրանի մասնիկ, ինչը որ Աստծո կամքին հակառակ է, Աստված Հայաստանը կանչել է հակառակվելու Բաբելոնյան իշխանությանը։ Հայաստանը Աստծո կողմից որոշված ընտրված տարածք է դիմակայելու սատանայի ծրագրերին, ոչ թե միաբանվելու։ Ու տեսեք, հիմա իրավիճակը քաղաքական այն ձև է, որ Հայաստանը իր կարողությամբ չի էլ հակառակվում այսօրվա իշխանությունների դիրքորոշման պատճառով, չի էլ հակառակվում թուրանյան ծրագրին, ու ստացվում է, որ Հայաստանը, հայ ժողովուրդը հանձնված է այլևս սատանայի ծրագրերին ու տարբերակ չունի, ելք չկա այս իրավիճակի մեջ, ոնց պետքա մենք կարողանանք պաշտպանված լինենք, եթե առաջանում է մեծ թուրանը, ապա նշանակում է Հայաստանը որպես քրիստոնեական երկիր այլևս իր դերն ու ազդեցությունը կորցնում է, ու այս տարածքը եթե իսլամացվում է թուրքերի կողմից, իրանք են իրենց օրենքները պարտադրելու, ու մենք գիտենք, իսլամը նվաճում է, ինքը գալիս է, ավիրում է բոլոր քրիստոնեական հիշողությունները, հուշարձանները, ամեն հետքերը ջնջում է, քանդում է եկեղեցիները, ավերում է խաչքարերը, փոխում է պատմությունը, բնաջինջ է անում հետքը, որպեսի չերևա, որպեսի իր իսլամը այդտեղ հաստատի ու իր արքայությունը տարածի։ Ու նման իրավիճակի մեջ հայտնվելով, հայը հայտնվելով այն ելանելի իրավիճակում,
շատ ժամանակ, շատ տեղերում մենք տեսել ենք, որ ստիպված լքել է իր տարածքը, հեռացել է կամ դիմակայել է ու հերոսաբար զոհվել է։ Ու հիմա Հայաստանը կանգնած է նույն վտանգի առաջ։ Ուղղակի Հայաստանի վրա գալիս է իսլամացումը խաղաղ ճանապարհով, ինչը որ Ալիևը շատ ժամանակ հայտարարում է, ու մենք բոլորս դա լսել ենք։ Ու Հայաստանը իրոք կանգնած է շատ մեծ դժվար ընտրության առաջ, հայ ժողովուրդը ուրիշ բան է ուզում, իշխանությունները ուրիշ բան են պարտադրում, ու ասես թե ելքը չի երևում ստեղ։ Գիտեք, ես հիշում եմ, երբ որ մեկ այլ երազի մեջ պատմում էի, որ տեղի էր ունեցել հայ-թուրքական նշանդրեքը ու պետքա տեղի ունենար հարսանիքը։ Ու հենց այն պահին, երբ որ պետքա տեղի ունենար հարսանիքը, Հայաստանի ու Թուրքիայի մերձեցումը, ինչը որ գնում է բոլորովին գնում է դեպի դրան, ոնց տեսնում եք, հանկարծ Թուրքիայի տարածքում տեղի ունեցավ ցնցում, ու այդ ցնցման արդյունքում Թուրքիան շատ ուժեղ թուլացավ, ու այդ հարսանիքը խափանվեց, այսինքն հենց այդ թուրանական ծրագիրը ամբողջությամբ տապալվեց, ու իրականում ես չգիտեմ ինչ ցնցում էր դա ֆիզիկապես նման էր երկրաշարժի, բայց դա իրականում ֆիզիկական երկրաշարժ չէր, դա ուղղակի դրա նման ցնցում էր, որը ամբողջությամբ ցնցեց Թուրքիան ու խափանեց իր ծրագրերը։ Ու գիտեք, ես այս մի քանի օր առաջ շատ հետաքրքիր մի երազ տեսա։ Երազումս ես գտնվում էի Թուրքիայի տարածքում, այսինքն արևմտյան Հայաստանի տարածքում, սա այս տարածքներում էր մոտավոր, ես հստակ չեմ կարող տեղը ասեմ, բայց ես հիշում եմ, որ կար ինչ-որ գետ, բացօթյա տարածք էր, ու այդ տարածքում տաղավարներ կային, տեսել եք գինու փառատոնը, որ Հայաստանում անցկացվում է, ամեն մեկը ունի իր տաղավարը, իր գինին է ներկայացնում, մարդիկ մոտենում են, համտեսում են, ամեն մեկը իրան ոնց որ ռեկլամ է անում։ Այսենց ես տեսնում էի տաղավարներ, որտեղ ամեն մի տաղավարում հովիվներ էին իրանց թմով։ Ես ծանոթ հովիվներ կային ինձ, որոնց ես անձամբ ճանաչում եմ, եւ Ռուսաստանի տարածքից, եւ Իսրայելից, եւ միսիոներ, որ այդ պահին Թուրքիայում է գտնվում, ու մենք այդ Թուրքիայի միսիոների մոտ էինք գտնվում։ Այդ տարածքը, որտեղ ինքը ծառայում էր, մենք իր մոտ էր, այդ կոնֆերանսի նման մի բան էր, որ իր մոտ հավաքված էինք, բայց դա բացօթյա տարածք էր, ուտես տաղավարներով էր, ու ամեն մեկը, ամեն մի հովիվ իր թմով իր տաղավարում էր։ Ու ես հեռախոսով մոտենում էի ու վիդեո էի անում, ու ամեն մեկին մոտենալով հարցնում էի, թե իրանք ինչ են ներկայացնում, ոնց որ ինչ է իրանց տաղավարը ներկայացնում, ու ստեղ ոչ թե հարցը գինու մասին է կամ ինչ որ ապրանքի վաճառքի, ստեղ հարցը այն հայտնությունների մասին էր, թե ով ինչ է իր սրտում կրում կամ ինչ վկայություն ունի։ Ու երբ որ ես մոտենում էի, վիդեո էի նկարում, որպեսզի հետո տեղադրեմ ու ցուցադրեմ, թե ինչ է տեղի ունենում, բոլոր այդ հովիվները սկսեցին իրենց վկայությունները տալ բժշկությունների մասին։ Իրարից անկախ բոլորի վկայությունները ես լսում էի, ու բոլորը վկայություններ էր բժշկության հրաշքների մասին։ Ու բոլոր այդ հովիվները, երբ որ վկայում էին, ուտեղ կային ուրիշ հովիվներ նույնպես, որոնց ես չեմ ճանաչում, բայց բացի այդ հովիվներից կար բավականին քանակությամբ մարդկանց բազմություն, որոնք լսում էին այդ վկայությունները։ Այդ մթնոլորտը այնքան ուժեղ ներծծվեց Աստծո ներկայության մեջ ու հենց բժշկության օծությունն էր, որ այս հովիվները բոլորը հանկարծ սկսեցին աղոթել բոլորի բժշկության համար, ու շատ ուժեղ բժշկության օծություն արձակվեց, բժշկության զորությունը սկսեց կպնել մարդկանց, ու մարդիկ տեղում սկսեցին վերապրել Աստծուն, ու իրանց կյանքում սկսեց հրաշքներ կատարվել։ Ու այն ինչ որ կատարվեց, դա չնախատեսված էր, դա ոնց որ սցենարից դուրս էր։ Կոնֆերանսի նպատակը բոլորովին դա չէր, բայց Աստված իր հոգով եկավ ու սկսեց առաջնորդել մի բան, որը ոչ մեկ չէր պլանավորել, ու Աստծո հոգին շատ ուժեղ ձևով սկսեց ներգործել այդ տարածքում, ու դա արթնություն էր, մարդիկ վերապրեցին Հիսուսին։ Ու գիտեք, ես երազիս մեջ
մտածում եմ, որ Թուրքիայի տարածքը, որը արևմտյան Հայաստանի տարածքն է, դա պատահական չէր, որ հենց ձև Աստված երազի մեջ ցույց տվեց։ Ես դրանով հասկանում եմ, որ այն ցնցումը, որ տեղի կունենա Թուրքիայում, որը կխափանի Թուրքիայի ծրագրերը, իսլամի ծրագրերը, դա Սուրբ Հոգու զորավոր շարժն է, որը գալիս է Թուրքիայի վրա ու քանդում է իսլամի ուժն ու ազդեցությունը, ինչի մասին, որ այս օրերին ես խոսում եմ, որ արևմտյան Հայաստանի տարածքում մեծ հայքի հատվածում, որ Թուրքիայի տարածքում է, շատ կարևոր է, որ սկսվեն աղոթները, մարգարեական Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանի խոսքի տարածումը, ու երբ որ քարոզում ես Հիսուս Քրիստոսին, Հիսուսը ինքն է հաստատում իր խոսքը նշաններով ու հրաշքներով, հաստատելով իր աստվածությունը, իր ճշմարտացի լինելը։ Ու ես հիմա սրա մասին, որ խոսում եմ, հետաքրքիր է, որ ես այդ հովիվներից մեկի հետ, որը Թուրքիայում է, խոսում էի այս մասին, ասացի, որ ես նման երազ եմ տեսել, որ մենք Թուրքիայում նման կոնֆերանսի ենք մասնակցելու, ինքը ասեց, որ մոտ օրերս ինքը եղել է բանում, Կիլիկիայում, մեր նախկին Կիլիկիան, որ կար, ու ասեց եղել եմ հենց Տարս քաղաքում, որտեղից Պողոսն էր։ Ու ինքը հիշացրեց, ասում է, հիշում ես, Պողոսը Տարսից էր, ինքը հայկական քաղաքից էր։ Ասում եմ, գիտես, ասում եմ, այս ամեն ինչը, որ դու խոսում ես, երևի պատահական չի, որովհետև հենց այդ հատվածում շատ մեծ արյունահեղություն է տեղի ունեցել։ Ցեղասպանության ժամանակ 1,5 միլիոն հայեր են կոտորվել, ու այդ արյունը աղաղակում է Աստծուն։ Ու Աստված ինքը ասում է, վրեժխնդրությունը իմն է, ու վրեժխնդրության պատասխանը Աստված բերում է իր ուզած ձևով։ Ու ես հավատում եմ, որ վրեժխնդրության պատասխանը Աստծու կողմից հենց պատասխանը իսլամին, որ քանդվի ամբողջ արևմտյան Հայաստանի տարածքում իսլամի ուժն ու ազդեցությունը, ու գա Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, ու զորավոր մեծ արթնություն լինի, ու մարդկանց կյանքերը վերափոխվեն, ու դա էլ հենց կդառնա պատճառը Թուրանի ծրագրի իրականացմանը ու թուրք հայկական հարսանիքի չեղարկմանը։ Այդ մերձեցումը այդ պատճառով է, որ կդադարի Սուրբ Հոգու ներխուժումը իրավիճակի մեջ, որը իրական ցնցում էր Թուրքիայի տարածքում։ Ու գիտեք, առաջին հայացքից գուցե անհավանական է սա թվում, որ Աստծո շարժը կարա կանգնեցնի այդ ծրագիրը, բայց ես հիմա հիշում եմ նաև, որ 1905 թվականին, թե 7 թվականին, լավ չեմ հիշում, 20-րդ դարի սկզբներին է եղել Ուելսում հանկարծ սկսվում է արթնություն, Սուրբ Հոգին այնքան ուժեղ է իջնում Ուելսի վրա, որ ստադիոնները, որը ֆուտբոլի համար նախատեսված էին, ու ֆուտբոլը այդ ժամանակ շատ որպես սպորտաձև բոլորի կողմից ընդունված, ու այդ ստադիոնը լցվում էր, լեցուն էր միշտ լինում, հանկարծ այդ արթնության ժամանակ, երբ որ Սուրբ Հոգին զորավոր ձևով իջնում է Ուելսի վրա, ու Ուելսում ինչ-որ բաներ է սկսվում, մարդիկ սկսում են վերստին ծնվել, ֆուտբոլային խաղերի ժամանակ ստադիոնը դատարկվում է, ոչ մեկ չի գնում ֆուտբոլ։ Այդ ֆուտբոլի երկրպագում, որ ոչ մի խաղ երևի բաց չէր թողում, ինքը չի գնում ֆուտբոլային խաղ նայելու, որովհետև ինքը մասնակցում է Աստծո շարժին, որը այդ պահին տեղի է ունենում, մարդիկ սկսում են վերստին ծնվել ու իրանց կյանքերը սկսում են փոխվել։ Ու հետաքրքիր է նաև մի բաներ, բաներում կա ձիարշավ, որտեղ ձիերի մրցում է լինում, այդ մրցաշարում այդ տերերը, ձիերի տերերը, իրենք երբ որ մկրտվում են Սուրբ Հոգով, Աստծո Հոգին կպնում է իրանց, ու իրանց կյանքը փոխվում է, իրանց լեքսիկոնից հայոյությունը դուրս է գալի, իսկ ձիերը մինչև այդ իրանց հրահանգները միշտ հասկացել են, երբ որ հայոյության բառեր են լսել, ու երբ որ այդ տերերը այլևս չեն կարողանում հայոյել, որովհետև Աստված կպնում է իրանց լեզվին ու մաքրում է իրանց բերանը, իրանց լեզուն, ու իրանք նորմալ քաղաքավարի ձևով են սկսում խոսել,
Այս ձիերը հրահանգները չեն կարողանում հասկանալ ու ոչ մի հրահանգ չեն կատարում։ Այդ ձևի կտրուկ վերափոխում է տեղի ունենում։ Ուզում ասեմ, Աստծո հոգին նույնն է, ինքը շրջադարձային իրավիճակների վրա կարող բերի գեբնական փոփոխություն, որ մարդը ինքն էլ դա չուզենալով հանկարծ հայտնվի նման իրավիճակի մեջ, մարդ, որը չէր պլանավորել, որ ինքը պետք է հանդիպում ունենա Հիսուսի հետ, հանկարծ իր կյանք ներխուժում է Աստված, սկսում է փոխվել իր կյանքը ու իր բոլոր դիվային ծրագրերը խափանվում են, որտեղ գալիս է աստվածային գերբնական զորությունը, Աստծո կամքի գիտությունը, Աստծո հոգին գալիս է ու սկսում մարդուն նորոգել ներսից, մարդու կյանքը վերափոխվում է։ Ալկոհոլիկները իրանց այդ գինետներից դուրս էին եկել ու այլևս ցանկություն չունեին վերադառնալու, որովհետև ազատագրվել էին խմիչքից։ Գիտեք, նույն ձևով ես տեսնում եմ, որ Աստված խոսում է հիմա Թուրքիայի մասին, Արևմտյան Հայաստանի հատվածի մասին, այն զորավոր մեծ շարժը, որը պատրաստել է ինքը այս տարածքի համար, Աստծո հոգին պատրաստ է իրականացնել։ Սա հասունացած մի բան է, որ ես տեսնում եմ, ու զգում եմ Աստծո զորավոր շարժը, որ հիմա էլ իջնում է արդեն Թուրքիայի վրա։ Ու Հայր, ես օրհնում եմ քո կատարյալ կամքը, այն ճանապարհով, որ դու որոշել ես բերել Հայաստանի ազատագրումը, ազատագրելու Հայաստանը իսլամացումից, խափանելու թուրք հայկական մերձեցումը, որը միաբանություն էր քո կամքին հակառակ, քո հոգու զորությամբ խափանիր, քո արթնության հոգին թող հիմա իջնի Արևմտյան Հայաստանի վրա, ու բոլոր մարդիկ այդ տեղերում ապրող, կապ չունի ինչ ազգությունների են, թող վերապրեն քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը։ Հիսուսի անունով քանդում սատանա քո խորհուրդները այս մարդկանց կյանքերի վրայից։ Կապում եմ քեզ սատանա, ուրամայում եմ բաց թող այդ բոլոր մարդկանց։ Սատանա, դու իշխանություն չունես այդ մարդկանց վրա, Հիսուսի արյունը թափված է ամեն մեկի համար, գինը վճարված է, ու այս բոլոր մարդիկ պատկանում են Հիսուս Քրիստոսին։ Հիսուս ջան, շնորհակալ եմ քո արյան համար, քո հոգով կպի հիմա ամեն մեկին, ով որտեղ էլ որ գտնվում է, կապ չունի, ու թող ամեն մեկը վերապրի քո սերը, քո ներկայությունը, ու թող տեղի ունենա ռեֆորմացիա, մտքի փոփոխություն, վերածնունդ, հանդիպում քո հետ Հիսուս, ու իսլամական ծրագրերը, իսլամի սուտ աստվածությունը, սուտ գաղափարախոսությունը, որ մարդկանց գերության մեջ էր պահում, թող քանդվի մարդկանց կյանքերից, թող գա զորավոր մեծ շարժը Սուրբ Հոգու զորությամբ ողջ Թուրքիայի տարածքի վրա, ու բոլոր այն կենտրոններից, որ արձակվում էր իսլամի գաղափարը, թող արմատից չորանա ու վերջանա Հիսուսի անունով։ Զորավոր մեծ շարժդ քո ընտրյալների պատճառով, որ նահատակ են եղել 100 տարի առաջ, որ իրենց կյանքի գնով վճարել են հավատարմության գինը ու քեզ չեն ուրացել Հիսուս, այսօր իրանց արյունը աղաղակում է ու խնդրում է վրեժխնդրություն, ու այս վրեժխնդրությունը թող լինի բոլոր այդ թուրքերի, քրդերի ապաշխարությունը, ոնց ժամանակին Պողոսը սպանում էր Ստեփանոսին, ու Ստեփանոսը իր հայացքը ուղղել էր քեզ Հիսուս ու սպասում էր քեզանից պատասխանը, ներելով այդ բոլոր մարդկանց, դու այդ Ստեփանոսի դիրքորոշման պատճառով փոխեցիր Պողոսի կյանքը, ու Պողոսը դառավ ավելի զորավոր քարոզիչ, քան Ստեփանոսն էր։ Նույն ձևով այն բոլոր մարդասպանները, որ իրականացրել են եղեռնը, իրանց սերունդը թող դառնան զորավոր ավետարանիչներ, Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանը տարածողներ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ նախապատրաստվել էին իսլամի գաղափարը տարածելու, թող վերափոխվեն քո Սուրբ Հոգու ներկայության մեջ, հանդիպելով քեզ Հիսուս, զինվեն քեզանով, վերապրեն քեզ, ու իրանց շուրթերի խոսքը փոխես, ու իրանք դառնան Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանը տարածողը, ու իրանց խոսքերը հաստատես նշաններով ու հրաշքներով, ու ողջ Թուրքիան թող հեղեղվի քո Սուրբ Հոգու ներկայության մեջ, քանդելով իսլամի
սուտ գաղափարախոսությունն ու սուտ աստվածությունը, ամեն կուռքերը թող փշրվեն ու թող հաստատվի Հիսուս Քրիստոսի արքայությունը ողջ Թուրքիայի տարածքում ու հատկապես Արևմտյան Հայաստանի տարածքում, ու Արևմտյան Հայաստանը վերադառնում է Վիլսոնի կնիքով կնքված Հայաստանի սահմաններով, Հայաստանը վերածնվում է ու Հայաստանը վերադառնում է քրիստոնեական դառած։ Հայր, օրհնում եմ քո կատարյալ կամքը, որ իրականացնում ես քո զորավոր ձեռքով, քո որոշված ժամանակին, ու արձակիր տեսիլքիդ իրականացման համար այն բոլոր մարդկանցում, որ որոշել ես քո զորավոր ծրագիրը այս տարածքի վրա իրականացնելու։ Փառավորված լինի քո անունը, փառավորված լինի քո Սուրբ Հոգու ներկայությունը ողջ այս տարածքի վրա հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Հալելույա, Իսուս ջան, փառք է, շնորհակալություն, որ դու ես քո զորավոր ձեռքով բերում պատասխանը։ Փառավորվիր ամեն իրավիճակի վրա ու ամեն մեկի վրա հավիտյանս հավիտենից։ Ամեն։